խնդրով են այստեղ եկել, Ես հիմա կասեմ։ Տեսեք, մենք սահմանել ենք խնդիրները, ինչ խնդիրները առկա, այսօր on-line տիրույթում գրանցված է շուրջ 130,000 վարորդ, վարորդների մոտ 40,000 ընդունենք, ես մեր ոստիկանների նման մարդիկ են, ովքեր աշխատանքի ժամից հետո դուրս են գալիս, Yandex են վարում, որպեսզի իրանց օրվա հացը վաստակեն։ Մնացածի մեջ, եթե մենք նայում ենք, ամեն օր ստաբիլ 40,000, շուրջ 40,000 վարորդ իրենց մշտական աշխատանքն է եւ վաստակում են 200,000 դրամից ավելին։ Հիմա մեր պահանջը հետեւյալն է. առաջինը չկա կառույց, որը որ կզբաղվի վարորդների իրավունքներով, նույն Yandex-ը բուլինգի է ենթարկում վարորդներին, վարվում է ոնց ուզենում է, ամենավատ ձևով, էլի կգնան պատվերը իրանց cancel կանեն, մարդկանց մեկը մեկ միավոր կդնի իրանց ռեյտինգ արհեստական քիչ հասնեն, կզանգեն, կբողոքեն, կասեն խնդիրն ինչա, ուղղակի անպատասխան կմնան այս մարդիկ, լրացուցիչ կասեն ուզում ես քեզ ավելի լավ պատվեր տանք, ավելի շատ տոկոս պիտի դու տաս, այսինքն պետության մեջ չկա մի կառույց, ով կզբաղվի այս մարդկանց իրավունքներով, իսկ այս մարդիկ շատ մեծ են, հասկանաք 40,000 ընտանիք է, մի հատ մեծ ընտանիք վարորդների, իսկ առաջի խնդիրը որ կա, դա ոլորտի պաշտպանված լինելը ու հստակություն լինելն է, երկրորդը որ կար on-line տաքսի տիրույթներում մեր վարորդները իրենց վաստակածից 25-ից մինչև 31% վճարում են։ Կեսը վճարում են այդ տաքսի ծառայության on-line տիրույթի հետ մատուցող ընկերություններին, տուրք են վճարում 4 կամ 5% կանխիկի համար, 5% անկանխիկի համար, 4%, եթե մի բանը սխալվեմ, խնդրում եմ ինձ ուղեք, հա, այսինքն մենք ասում ենք, այս մարդիկ, երբ որ հարկ են վճարում պետությանը, պիտի ունենան կարգավիճակ, այս մարդիկ պետք է եկուս բարձր թոշակ ստանան, այս մարդիկ պետք է գրանցված աշխատողներ գնան բանկ ուզենան օրինակ մի հատ ապառիկ ավտո առնել, բանկ ասի, այո, դու աշխատող ես, ես քեզ ապառիկ տալիս եմ, չեն տալիս, հասկանում եք, վարկ չեն տալիս այս մարդկանց։ Մյուս խնդիրը որ կա, այս մարդիկ 200,000 դրամից ավել աշխատանք վաստակող են, 200,000 դրամից ավել վաստակում են իրան։ Իսկ առողջության ապահովագրության հետ համապարփակ ապահովագրության հետ համակարգ օրինակ ներդրել են 200,000 դրամից ավել աշխատավարձ ստացողը պետք է դառնա շահառու։ Հիմա ես պարագայում, այս մարդիկ խի պետք է անվճար չսպասարկվեն։ Օրական աշխատում են մինիմումը 8-ից ավել ժամ։ 10-ից ավել, տեսեք ասում են 10-ից ավել, հետևաբար պահանջը 3-ն է, այդ Yandex թվացյալ է Yandex-ը, այսինքն այդ on-line տիրույթի տաքսի ծառայությունները որ մատուցում են, իրենց տոկոսադրույքը պետք է իրանք իջացնեն, պետությունը պետք է մեր վարորդներին գրանցված աշխատող համարի, որ մարդիկ օգտվեն եւ թոշակ հետագայում ստանան եւ ուրիշ արտոնություններ ունենան եւ մյուս կետը որ կա իրենք կարողանան անվճար բուժ օգնություն ստանալ։ Սա վերաբերում է այն վարորդներին, ովքեր 200,000 դրամից ավել են վաստակում։ Իսկ նմանատիպ վարորդները շուրջ 40,000 են։ Հիմա ստորագրավակ իրականացնում ենք, որից հետո կներկայացնենք կառավարություն։ Կառավարությանը կասենք պարտավոր է ընթացք տալ։ Եթե կառավարության կողմից 7-10 օրվա մեջ չեղավ ոչ մի պատասխան, լինելու է հաջորդ քայլը։ Հաջորդ քայլը վարորդներն ամեն մեկ իր առաջարկությունն ունի, որ դուրս գանք օրինակ փողոց 10 կմ/ժ արագությամբ երթևեկենք, ամբողջ քաղաքը պարալիզացնենք։ Մյուսը ասում է եկեք գնանք կառավարության դեմ ցույց անենք, բայց ինչ որ մի process հաջորդիվ գեներացվելու է։ Անպայման չի կարելի երկրում ոտնահարվի massայական 40,000 քաղաքացու իրավունք։ Դա անընդունելի է ու անբարոյական է։